Բարև ձեզ։ Դուք դիտում եք զրույցներ մարդու մասին հաղորդումը եւ իմ այսօրվա հյուրը Արփին Հովհաննիսյանն է։ Բարև ձեզ Տիկին Հովհաննիսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ հյուրընկալելու համար։ Եվ վստահ եմ, այս շատ հետաքրքիր զրույց է սպասվում, որպես զրույցի սկիզբ խնդրեմ ձեզ պատմել ինձ ձեր մանկության մասին, որտեղ եք ծնվել, որտեղ մեծացել, ձեր ընտանիքի մասին։ Ծնվել եմ Երևանում։ Ընտանիքում եղել եմ առաջին երեխան եւ բնականաբար ընդ որում եւ մայրական եւ հայրական կողմից եւ դա ենթադրել է որ ես այսպես ասենք վայելել եմ առաջինը լինելու բերկրանքը բոլոր արտոնությունները այո բոլոր արտոնությունները եւ շատ այսպես այն հիշողությունները որոնք պահպանվել են շատ դրական են մանկության հետ կապված Որն է եղել ձեր մանկության Երևանի ամենասիրելի հատվածը դժվար կլինի հիմա ասել բայց երևի ժամանակ կար, որտեղ մանկական երկաթուղի էին տանում, հավանաբար այդ հատվածը։ Ասում են այդպես, ես սխալ կլինի, եթե ասեմ, որ շատ հիշում եմ, գոնե այն մանկությունը, որը ավելի վաղ շրջան է եղել։ Հետո արդեն Երևանի բոլոր հատվածները, որովհետև դպրոցական տարիներս եւս Երևանում դե անցել են, Վահան Տերյանի անվան միջնակարգ դպրոցում, այդպես։ Բոլոր փողոցների հետ հիշողություններ կլինեն։ Բնականաբար, որովհետև այդ վայրերում անցել է ինչպես իմ եւ հարակից վայրերում, ինչպես մանկություն, հետո պատանեկության որոշակի ժամանակահատված։ Առհասարակ Երևանը ես շատ սիրում եմ, Երևանում դժվար է կոնկրետ տեղ ինձ համար առանձնացնել, այլ որտեղ ես, չգիտեմ, սպეციფიկ հիշողություններ ունեմ։ Այդպես սպეციფիկայի տեսանկյունից անհետաքրքիր զրուցակից եմ, միանշանակ չեմ կարող կոնկրետ տեղել առանձնացնել։ Բայց ինձ համար հատուկ նշանակության տեղ ունի եւ շարունակում է հարազատ մնալ Երևանի պետական համալսարանը, այդպես առանձնացնեմ, որովհետեւ սկսած ինչ որ տարիքից 16 տարեկանից 2000 թվականից այսօր մինչ այս պահը ես չի եղել շաբաթ, այսպես ասենք, որ ես այդ տարածքում չլինեմ, այդ շենքում չգտնվեմ, դա ինձ ջերմացնում ու ինձ միշտ այսպես Երևանը զգալու հատուկ հնարավորություն է տալիս, հենց Երևանը զգալու, ոչ միայն կրթական միջավայրը, process-ը եւ այլն, այլ նաեւ հենց Երևանը։ Ձեր հարցազրույցներում նշում եք, որ շատ լավ եք սովորել, որ դպրոցում այսպես հաջողություններ շատ ունեցել եք, այլ ոլորտներ, այլ հետաքրքրություններ, որ ունեցել եք փոքր ժամանակ։ Անտաղանդ բարի եմ գնացել։ Շատ անտաղանդ։ Մնացած որ ասեմ հետաքրքրություն չիրականացված երազանք կամ վաղեմի կամ այսօրեական ձգտում չի եղել։ Նախասիրություններ, հետաքրքրություններ իհարկե ունեցել եմ, թե սպորտաձևերի մեջ նախընտրություններ, ասենք գեղասահ կամ ֆուտբոլ եւ այլն։ Բայց որ մասնագիտական տեսանկյունից որպեսզի ձգտեմ կամ ինչ որ այլ ուղղության վրա ինձ տեսնեմ, ուղղությունում իմ շարունակությունը տեսնում չեմ։ Մասնագիտության ընտրության հետ կապված եք շատ խոսել, թե որ ձեր նախասիրությունն է եղել ուղղությունները, այլ նաև մասնագիտության տված հաջողությունները կարծում եմ բոլորս տեսել ենք, իսկ բնավորության, աշխարհայացքի ձևավորման վրա ինչպես է ազդել մասնագիտությունը։ Բավականին խորքային ազդեցություն է իհարկե ունեցել իմ բնավորության բոլոր ամուր կողմերը, եթե կարելի է այդպես ասել, հնարավոր անեմոցիա կողմերը, որտեղ ես եթե իմ հարցազրույցները ուսումնասիրել եք, թերևս կփաստեք, որ ես ֆիքսել եմ, որ ես էմոցիոնալ եմ բավականին։ Գոնե հիմա ավելի պակաս, քան այն ժամանակ երբ այդ ինտերվյուները տալիս էի, բայց դա իմ բնավորության որոշակի բաղկացուցիչն է։ Այ մասնագիտական տեսանկյունից այն ամենը, ինչին կարող ես ականատես լինել, ինչին կարող ես տեսնել, կամ լսել, կամ առնչվել, կամ հարաբերվել, այն բնականաբար կոփում է բնավորության որոշակի գծերը ձևավորում կամ ամրացնում կամ հղկում եւ դա առավելապես սթափությունն է, ամրությունը, չխառնվելու շատ տարբեր իրավիճակներում ունակությունը, սառը դատելու դրա համար եմ ասում սթափությունը, թերևս դրանք։
եւ մարդու ճակատագրի նկատմամբ զգուշավորությունը։ Իրավաբանները եւս, ինչպես բժիշկները, ես հաճախ եմ այդ օրինակը բերում, առնչվում են մարդու ճակատագրի հետ։ Բժիշկները ուղղակիորեն մարդու կյանքի հետ, ֆիզիկական տեսանկյունից իրավաբանները նրա իրավաբանական ճակատագրի հետ եւ մեկ իրավաբանական սխալ եւ մենք կարող ենք տարբեր օրինակների վրա դա տեսնել ու պրոյեկտել մարդկանց ճակատագրերը այս կամ այն եղանակով կարող է փոփոխել, այսինքն սխալ դատավճիռ, սխալ որոշում եւ այլն եւ մարդն այլևս անգամ եթե իր կյանքը շարունակվի նույն հունով, իր ներսում բավականին բաներ են փոխվում, մարդը փոխվում է։ Ինչ է սերը։ Ընդհանուր առմամբ անձնազոհություն, ընդհանուր առմամբ, եթե այդպես, եւ հատկապես փոքր հարցերում քոնը չպնդելու կամք բավականին դժվար ընդ որում ձևավորված մարդու համար հատկապես։ Եթե դուք հարցնում եք սիրո դասական իմաստով, որովհետեւ անձնազոհություն բառը ինձ մոտ անմիջապես ասոցացվեց, որովհետեւ սերը զավակների նկատմամբ դա անձնազոհություն է եւ բազում այլ մակդիրներ, որոնք իմ կարծիքով առավելապես խորքից եկող են, էմոցիոնալ են եւ շատ բարդ է դրանց սթափ բառային ձևակերպում տալ, օրինակ մոր վերաբերմունքը, մոր սերը իր զավակների նկատմամբ։ Հետևաբար դասական իմաստով էի ավելի շատ խոսում ինչ որ գիտակցական կամք դրսևորելու ունակության մասին։ Բացի այդ որ ասում են այն այսպես բառ օգտագործեմ, հա պուպուշ հատվածից կա գիտակցական պատասխանատվության հատվածը, այդ մասին էի նկարագրում։ Պատմել եք նաև եթերում, ինչպես եք ծանոթացել ձեր ամուսնու հետ, ընկերական ինչ որ հանդիպման շրջանակում ծանոթացել եք, ինչպես հասկացաք, որ հենց այն մարդն է, ում հետ պատրաստ եք ճանապարհ անցնել, որ հատկանիշներն էր, որ ձեզ վստահություն ներշնչեց, որովհետև դա առաջին հերթին նաև վստահության մասին է։ Այո, ընկերական հավաքույթի ժամանակ ենք ծանոթացել, թեև մենք նույն կուրսում ենք սովորել, այսինքն ինքը բժիշկ է, բայց առաջին կուրսում ընդունվել է իրավաբանական, հետո 1 տարի սովորել, հետո գնացել, ընդունվել բժշկական եւ այդտեղ շարունակել իր ուղին։ Եվ ինքը շատ ակտիվ կերպով ընկերություն է արել մեր կուրսի մեծ մասի հետ։ Բոլորը իրեն գիտեին, իսկ ես ոչ։ Ենթադրում եմ ինքն ինձ գիտեր, իսկ ես ոչ։ Իսկ ինչպես հասկացա, գիտեք, եթե ինչ-որ մեկը ձեզ ասի գա այստեղ ու պահ ասի, այտենց ես չեմ հավատա, ճիշտ ասած, որտեղ դա բնավորություն, որ ձեզ համար կարևոր է եղել, վստահելի է եղել։ Հատկանիշներ, թեև մենք այդ որոշումը միասին ճանապարհ անցնելու, որի անունն է ամուսնություն, կայացրել ենք ավելի կարճ ժամանակահատվածում, ու հարաբերականորեն կարճ, ծանոթությունից 3 ամիս հետո։ Բայց այդուհանդերձ, երբ դա հասուն փուլում է լինում, թե գնահատականները, թե համոզմունքները քո եւ իր արժեհամակարգերի ու սկզբունքների վրա բավականին արագ են ձևավորվում։ Եվ հատկանիշներից, որոնք կառանձնացնեի, հոգատարությունը ու մարդկային լինելը, շատ բարձր որակները այդ տեսանկյունից։ Ասում են իրավաբանները ամեն ինչում օրենքներ ու օրենքով ուղղորդվելու այդպես բնավորություն ունեն, այ ընտանիքում օրենքներն են կարևոր, թե ամեն դեպքում որոշումները պահի ու զգացողությունների վրա են կայացվում։ Ընտանիքում ընտանեկան օրենքներն են կարևոր։ Իրավաբանի պես պատասխանեմ, որովհետև ընտանիքը եւս ունի իր կանոնները եւ այդ կանոնները գրված օրենքներ չեն, բայց երկուսի փոխադարձ այդ թվում լուր ըմբռնման վրա ձևավորված կանոններ են, որոնցով առաջնորդվում են եւ եթե լռությունը չի օգնում, այդ դեպքում խոսելու միջոցով են հասկանում, թե ով ումից ինջական գալիք ունի, որպեսզի հարթ ընթանա այդ թվում օրենքների կիրառությունը ընտանիքում
Իսկ որոշումները կարծում եմ հենց այդ օրենքների գիտակցմամբ, մեկը մյուսի շահի գիտակցմամբ, ընկալումների ենթադրությամբ, որովհետև պիտի ենթադրես, դուրը կգա, դուրը չի գա, նույն կերպ փոխադարձաբար իմ դուրը կգա, իմ դուրը Սահմանները չի գա։ չխախտես։ Այո, սահմանները չխախտես եւ այլն, այսինքն դրանք նաև իմացության վրա հիմնված ենթադրություններ են եւ այդ ենթադրությունները որոշակի առումով բերում են մի ինչ-որ տեղ արդեն այդ իմ ասած լռությամբ ուղղակի այսպես անելը, որտեղ ենթադրում ես, որ այդպես պիտի լիներ, իսկ եթե կան կարևոր բնականաբար հարցեր, որոնք պետք է քննարկման առարկա դառնան եւ այլն, որոշումները հենց այդտեղ էլ ծնվում են։ Ոչ թե ինչ-որ մեկը որոշում է այսպես պիտի լինի, այլ դրանք ծնվում են այդ իմ ասած տարբեր սկզբունքների, միջավայրի, մթնոլորտի, որպես հետևանք ու արդյունք։ Ինչ է մայրությունը ու ինչ բացահայտեցինք ինքներդ ձեր մասին երեխաների ծնվելուց հետո։ Ինչի այդպես արձագանքեցի, որտեղ ինձ ճանաչողները կփաստեն, որ ես քիչ եմ գերադրական աստիճանով մամայություն անող եմ։ Ես գիտեի, որ ես էմոցիոնալ եմ, բայց որ ես անհնար անտանելի էմոցիոնալ եմ։ Ֆանտազիաներ, այդ թվում բացասական ֆանտազիաների Ինչ շրջանակներում կարող է լինել, չէ։ այո, այդ մայրերին բնորոշ, այդ բոլորը այսպես չեմ անի, այնպես չեմ անի, չէ կնեղվի, այսպես չեմ անի, ինչ որ մի պահից սկսած իմ բնական առօրյային բնորոշ որոշակի քայլերից, հատկություններից, նա ինձ բնորոշ հրաժարվելը, լուր, ոչ թե ինչ որ տենց Սիրով։ բնականորեն նույնիսկ այդպես օրինաչափորեն, հենց այդպես էլ պիտի լիներ, կարծես, այսինքն շատ հաճախ նույնիսկ այսպես ասենք անհիմն զոհողություն շակերտներում, որ այ չէ, չեմ գնա, նարեկս կնեղվի, չէ, ամեն ինչի կարա տենց չի լինում։ Այսինքն ես բացահայտել եմ սիրո գերադրական աստիճանը, սիրո անձնազոհության ոչ մեկից ոչինչ չպահանջելու եւ միայն տալու հատկությունը ինչպես է լինում։ Ինքս ինձ համար բացահայտել եմ դա եւ պատրաստ եմ այդ հունով ու այդ օրինաչափությամբ շարունակել ապրել, որովհետեւ ես գտել եմ ինքնաբավության, ներդաշնակության, ամբողջականության եւ լրիվության, իրացվածության բանաձևը այդ ամենով հանդերձ, ոչ թե միայն դրա մեջ, այլ նաեւ, բայց ամենաառաջին տեղում դրա մեջ, հասկանալով թե այդ բոլոր բառերը իրականում ինչ են նշանակում բովանդակության մեջ։ Հասկանալով ու զգալով։ Գանք մասնագիտական ճանապարհին, երբ մտա քաղաքականություն, ստացվեց, որ ձեր ճանապարհը եկավ դեպի քաղաքականություն, ամենամեծ վախը, որ ունեցել եք այդ շրջանում։ Ես ասեի ամենամեծ թերությունն այն է, որ ես այդ ճանապարհին, երբ որ մտնում էի, ես վախ չեմ ունեցել։ Եվ գուցե դա որոշակի առումով բարդացրել է այդտեղ կատարվող երևույթների ընկալումը իմ կողմից, իմ արժեհամակարգի ու սկզբունքների շրջանակներում։ Ես չեմ ակնկալել այնպիսին, ինչպիսին եղել է իրականում։ Դրա համար հավանաբար վախ չեմ ունեցել։ Կան 2018 թվականին ինչ բացահայտեցիք, ինչպես ձեզ համար ընկալելի դարձան մարդկային հարաբերությունները 18 թվականից հետո։ Ինչ փոխվեց։ Երևի կզարմանաք, բայց եթե ես ասեմ, որ ես բացառիկ եզակի անկրկնելի, այսպես հեղափոխական, ֆանտաստիկ եւ մնացած այլ նմանատիպ մակդիրներով փոփոխություններ եմ տեսել, կամ ակնկալիքներս չեն արդարացել, կամ զարմացել եմ, ոչ։ Ես հավանաբար ինձ դժվար է բավականին զարմացնել, այլևս այդ փուլում իմ կարծիքով եւս դժվար էր զարմացնել, ինձ զարմացրել են որոշակի առումով մարդկային վարքագծի դրսևորման այնպիսի ձևաչափեր, որտեղ
հենց միջին տարբերակում ակնկալել ես, դրա մի քիչ ավելի գռեհիկ դրսևորումները չէ, բայց որ ասեմ, այ ես զարմացած էի, որ մարդիկ այդպես կարող են պահել, ոչ, գուցե մասնագիտության պատճառով։ Մոտ մարդկանց մասին խոսենք։ Նայեք, այ հենց այստեղ ուզում եի միտքը շարունակեի։ Մոտ մարդիկ, ես ինձ մոտ շատ քիչ մարդ եմ թողում։ Զգուշավորություն համարեք, մասնագիտական կողմնակի էֆեկտ համարեք, կասկածամտության դրսևորում համարեք, ինչ ուզում եք համարեք, մոտ որպես այդպիսին մարդիկ, որոնք ինձ այնքան մոտ են, որ ես իրենցից ունեմ X ակնկալիք վերաբերմունքի տեսանկյունից։ Այդպիսի մարդկանց հետ կապված իմ մոտ ոչինչ չի փոխվել։ Ոչ մի բան, ոչ 2018-ից առաջ, ոչ հետո, ոչ էլ հիմա։ Այդ մարդիկ կան։ Դրանք եզակի մարդիկ են, կան, բացի ընտանիքից նկատի ունեմ, որոնք բնականաբար կան։ Մնացած դեպքերում հետաքրքիր է եղել ուղղակի հետագիծը ուսումնասիրել։ Հիասթափություններ եղել են անկասկած։ Զարմանք բառի ոչ դրական, ոչ բացասական, ուղղակի զարմանք, որ այդպես էլ է լինում, եղել է։ Որոշակի դժվարություններ, ցավ, ապրումներ, անկասկած եղել են, անկասկած, որ ասում են ռետրոսպեկտիվ բան վերլուծությունը ամենահեշտն է, չէ՞, բոլորը տենց պրոֆեսորի հիմնականում դեմքով ռետրոսպեկտիվ վերլուծություններ անում են, ասում են, ես ասում եմ այսպես, այնպես։ Դրա համար ռետրոսպեկտիվ հատվածին չեմ անդրադառնա, ուղղակի կասեմ, որ բոլոր տիպի մարդկային էմոցիաներ տեսել ունեցել եմ, բայց այն սրտին դիպչող, այն խորքը գնացող, այն էությունը փոխող ոչ, որտեվ պատճառը ուրիշ է եղել։ Պատճառը կրկնեցի, մարդիկ, ես նաև քաղաքականության մեջ որ ասում եի վախ չունեմ, հետո սկսեցի հասկանալ, որ վախ չունենալը գոնե պիտի զգուշավորությամբ վերածվի մարդկանց հետ հարաբերությունների հարաբերման շուրջ։ Ես սկսեցի պատնեշներ շարել իմ շուրջը, նաև այդտեղ։ Ու դրա համար ինձ մտերիմ մարդիկ եղել են եզակիներ, այդ մարդիկ իմ կյանքում հիմա էլ կան։ Բայց ամեն դեպքում կարծում եմ այդ բան ինչ որ ստրեսային էր, Չափազանց։ հա, նոր ընկալում էր, նոր իրականություն էր, ինչը կամ ովքեր օգնեցին այդ բահը հաղթահարելու առաջ գնալ։ Նայեք, երկու մասի կբաժանեմ։ Այո, ստրեսային էր, շատ տարբեր պատճառներով էր ստրեսային։ Մեղադրանքներ, որոնց հասցեատերը դու չես, մեղադրանքներ, այո, մեղադրանքներ, որոնք անհիմն են, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Խորքային խնդիրներ, բազմաթիվ, դրա պատճառները շատ տարբեր են, հիմա չեմ կարծում, որ իմաստ ունի դրանց նաև անդրադառնալ, բայց դրա համար այդ ստրեսը, այդ նյարդը եղել է, հաղթահարել, եթե զուտ բացի ներքին որոշակի հատկանիշների համակցությունից ներքին այն բարկաստիրջին բացի դրանից, եթե արտաքին տեսանկյունից նայենք, այն ձեր ասած են նախորդ հարցի պատասխան այդ մարդիկ մտերիմ եւ նաեւ մարդիկ, ում հետ այդ ժամանակ դու ուրեմն քո պատկերացրածի համար պայքարում էիր։ Փոխադարձաբար ընկալումներով, դժվարություններով եւ այլն, այդ ընկալումների, այդ սկզբունքների ու այդ գաղափարակիցներ այդ փուլում, ում դու այդպեսին համարում էիր։ Եղել է, որ 18-ից հետո ծանոթ կամ անծանոթ մեկը մոտենա ու ասի, այ սխալվել եմ, անարդար եմ եղել ձեր նկատմամբ։ Բազմաթիվ անգամներ։ Վերջին 2 տարվա մեջ շատ հետաքրքիր բան եմ ասում։ Վերջին 2 տարվա մեջ ես կարող եմ հենց ձեզ ցույց տալ, որ դուք սա չհամարեք հարցազրույցում ասված գեղեցիկ բառեր, ես կարող եմ ցույց տալ այդպիսի բազմաթիվ նամակներ։ Եվ դրանք, գիտեք, բան, այնպես մարդիկ միշտ էլ տենց ջերմանում են փոքրիկ խոսքից, փոքրիկ ոչ մի մարդ համար փոքրիկ ու համար շատ կարևոր։ Շատ կարևոր, անկասկած շատ կարևոր, հոգին ջերմացնող, ինչ որ միտեղ այդ թողած հետքերը որոշակի առումով բալասան որպես զուտ հոգեբանական, զուտ մարդկային ընկալման տեսանկյունից, բայց այդուհանդերձ որոշակի առումով նաև համոզմունք, որ ամեն ինչ չի որ սխալ ես արել։
կամ Վերարժևորվում անցել է։ այո, այդ տեսանկյունից բազմաթիվ անգամներ։ Խոսեցինք արդարության մասին, ինչ արդարությունը։ Արդարությունը բավականին բարդ հասկացություն է։ Արդարության վերաբերյալ տեք հին հունական փիլիսոփաներից, չգիտեմ, ստոիկներից ու սոփեստներից մինչև մեր օրեր, մինչև Ներսիսյանց ու, չգիտեմ, Կանտ կամ Հեգել տարբեր մեկնաբանություններ են եղել, այսինքն Որն է Արփինե Հովհաննիսյանի մեկնաբանությունը։ Արփինե Հովհաննիսյանի համար արդարությունը շատ մեծ կապ ունի հատուցման հետ։ Երբ քո պատկերացրած արժեհամակարգի շրջանակներում մարդը իր որևէ կատարած գործողության համար, թեկուզ փոքրիկ, ինքը գիտակցի դրա համար պատասխանատվության անվերահաս, այսպես ասած, կամ ավելի ճիշտ վերահաս վրա հասնելու գաղափարը եւ ինչ որ մի թեկուզ փոքր դրա համար պատասխան տա։ Ես ոչ թե ինչ որ, չգիտեմ, պատժիչ մեխանիզմների մասին եմ խոսում։ Ես մարդկային գիտակցության մեջ բավարարվածության զգացումի մասին եմ խոսում, երբ դու հասկանում ես, որ կա պատասխանատվություն, կապ չունի որ տիրույթում, քաղաքական, իրավական, մարդկային, սոցիալական, էմոցիոնալ, բոլոր տեսանկյուններից, երբ որ դու ինչ որ սխալ բան ես անում ինչ որ մեկի նկատմամբ, թեկուզ այդ ներողություն խնդրելը դա պատասխանատվության էլեմենտ է, որը բերում է դիմացինի մոտ արդարության գաղափարի վերաբերյալ որոշակի պատկերացումների։ Այդքան պարզ բաների մասին եմ խոսում։ Եվ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում արդարությունը տարբեր երեսներ կարող է ունենալ։ Իրավաբանության մեջ, երբ որ օրինակ մարդիկ դատական ճշմարտության մասին են խոսում, ասում են դատարանում սա չապացուցվեց, նա չապացուցվեց, դատավորը այսպես այնպես, իրավաբանները գիտեն, որ դատական ճշմարտությունը օբյեկտիվ ճշմարտության հետ եւ հետեւաբար դատական արդարությունը, որը հաճախան արդարություն է, իրական արդարության հետ հաճախ կարող է աղերս չունենալ։ Հետևաբար ես երբ ասում եմ արդարություն, ես դա կապում եմ պատասխանատվության հետ։ Երբ ասում եմ պատասխանատվություն, ես դա կապում եմ յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում արարքի գնահատականի եւ դրան հետևող որոշակի հետևանքի հետ։ Կրկնում եմ, ներողությունից մինչև ամենախիստ պատասխանատվության միջոցներ։ 2015 թվականին ԱԺՄ օրենքի նախագիծ էիք ներկայացնում, որը քննադատություն արժանացավ, կապված կեղծ տեղեկատվության կամ ինֆորմացիոն աղբյուր չունեցող տեղեկատվության հետ։ Դա ժամանակի պահանջ էր, թե անձնական դարափորձից ելող գործողություն։ Իրականում գուցե արդար կլինեմ, մոտիվացիան այն անարդարության զգացումը, որը ինձ հաճախ էր պատում, այն ամենի հետ կապված, ինչ ինձ շրջապատում էր քաղաքականության մեջ, իսկ ես երևի իրավունք ունեմ ամենաշատը ասել, որ ես բախվել եմ անարդարության, բայց ժամանակի պահանջ էր, դա գուցե մոտիվացիա էր ներքին, ես չեմ թաքցնի, բայց ժամանակի պահանջ էր եւ ժամանակը ցույց տվեց, որ դեռ 2014 թվականի հայտնի եվրոպական դատարանի նախադեպը այսօր բյուրեղացավ եւ եկավ ինչպես տարբեր դատարանների որոշումների, այնպես էլ սահմանադրական դատարանի որոշմամբ, շուտով նաեւ համապատասխան օրենսգրքում փոփոխությունների միջոցով իրականություն դառնալու։ Այն իրականություն է։ Դրա հետ ուզենան առերեսվել թե ոչ, ընդունեն թե ոչ։ Դա եւս քաղաքականության երեսներից մեկն էր, որտեղ որևէ մեկը չէր քննադատում նրա համար, որ դու սխալ բան ես ասում կամ իրավական տեսանկյունից այսինչ վատ բան ես ասում։ Բացարձակ։ Հենց հիմքում դա էլ դրել էին, որ վայ, ինքը հաստատ անձնական նկատառումներից ելնելով ինչ որ բան է ասում, բայց դա չի կարելի։ Եվ դա անում էին կոնկրետ շրջանակներ, որոնց դեմքերը, դեպքերը, այսպես
բարեկամներին, ընկերներին, դրթողներին եւ նրանց նաեւ մոտիվացիաները ես էլ գիտեմ ու գիտեի։ Բայց ինչևէ, սիրում եմ երբեմն արձանագրել, որ թեկուզ ուղիղ 10 տարի անց միևնույն է, այնինչ ես ասում էի 10 տարի առաջ, դարձավ իրականություն։ Այսօր։ Չնայած դուք ինչ որ չափով իմ հաջորդ հարցին պատասխանեցիք, այն որ դա անձնական մոտիվացիա ինչ որ առումով չուներ, բայց ամեն դեպքում մամուլում ձեր նկատմամբ ամենաանարդար մեկնաբանությունը որ եղել է կամ ոնց է չգիտեմ, տպավորվել է։ Մեկը կամ երկուսը չեն եղել Զանֆիրա ջան, ինչ շատ դժվար կլինի։ Բազմաթիվ են եղել։ Դրանք եղել են եւ անձնական կյանքին վերաբերող, դրանք եղել են եւ մասնագիտական գործունեությանը վերաբերող, դրանք եղել են եւ մարդկային հարաբերությունները խախտող, դրանք բազմաթիվ են եղել, որը ասեմ։ Ինձանից լավ գիտեք, փոքր անգամ ուսումնասիրությունը ցույց կտա։ Ես ապրել ու անցել եմ այդ էջը, բայց ոչինչ չեմ մոռացել։ Ես հիշում եմ։ Եվ ուզում եմ ասել, որ այսօր քաղաքական դաշտում եզակի մարդիկ կան, ում նկատմամբ արշավներ այդ չափով եղել են ներսում։ Հատկապես կին քաղաքական գործիչների նկատի ունեն։ Մի հարցազրույցում ասել եք, որ քաղաքականությունից պետք է հեռանալ այն ժամանակ, երբ այլևս ասելիք չունես։ Հիմա այստեղից հարց է ցակում, երբ դուք դուրս եկաք ակտիվ քաղաքականությունից, ասելիք չունեիք, թե պարզապես ցանկություն չունեիք դա ասելու։ Ես շարունակել եմ այդ միտքը, այդ հարցազրույցում։ Երբ դու համարում ես, որ դու արդյունավետ չես կարողանում իրականացնել այն, ինչ պատկերացնում ես, ինչ որ մի պահի պետքա դադար տալ։ Ոչ թե նրա համար, որովհետև ասելիք չունես նաև, երբ որ ասելիքդ եւ ասելիքիցդ հաջորդող քայլերը արդյունավետ չեն կարողանում իրականացվել։ Ասելիք կա, գուցե շատ բան անգամ չի փոխվել, բայց հա կարելի է ամեն օր նույն թեմայի վերաբերյալ, հերթական դրվագի վերաբերյալ ասելիք ունենալ, անկասկած։ Դա իմ մոտեցումն է, դա իմ անձնական դիրքորոշումն է։ Դա ոչ նշանակում է, որ ինչ որ մեկը, որը զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ սխալ է անում, կամ ես ավելի ճիշտ եմ, քան իրենք։ Ամենևին, յուրաքանչյուր մարդ ունի իր մոտեցումը, ոչ ասելիք միշտ կա, միշտ։ Ուղղակի պետք է միշտ գնահատել ասելիքի հասցեականության արդյունավետությունը եւ ասելիքիցդ հետո քայլեր ձեռնարկելու հնարավորությունը, դրանց հավանական հաջողությունը եւ նաեւ որպես այս ամենի արդյունք ու հետևանք սխալներ ընդունելու ունակությունը, արձանագրելու ունակությունը, հետևություններ անելու կարողությունը։ Այս ամբողջի հաշվառմամբ պատասխանս կամ դրա հնարավոր տարբերակները գնահատեք։ Ինչ որ շրջան 18-ից հետո որևէ արտակում ձեզ չենք տեսնում, հետո սկսվեց ձեր սոցցանցային ակտիվությունը։ Չէ, մինչև 2021 տեսել եք քաղաքական տիրույթում, 2021-ից հետո մի փոքր շատ կարճ դադար, հետո ավելի ակտիվ սոցհարթակներում։ Այդ սոցհարթակներում, նաև սոցհարթակներում ակտիվությունը ինչ որ խոսքը ինչ կարիքից էր բխում, խոսքը տեղ հասցնելու, մարդկանց մոտեցումների վրա ազդելու, փոխելու, նոր մտքեր տալու, որն էր կարիքը։ Բոլորը միասին եւ ոչ մեկը կոնկրետ ձեր թվարկածներից։ Ընդհանրապես համարում էի, որ ինչու ոչ, գուցե ինչ որ նաև առումով կարևոր է մարդկանց իրազեկել, օգնել։ Երբ որ դու պաշտոն ես զբաղեցնում, ինձ հաճախ հատկապես գործող իշխանության կողմնակիցները մեկնաբանությունները, եթե գրում են, շատ հազվադեպ են նրանք իդեպ հայտնվում իմ մեկնաբանություններում այլևս, արդեն տարիներ շարունակ, բայց երբ հայտնվում են, ասում են բանախարար եղած ժամանակ ինչի էսպես չէի կանում։ Ուզում եմ բացատրեմ հիմա, որ նախարար եղած ժամանակ դու այլ առաքելություն, այլ պարտականություններ, բացարձակապես ժամանակի այլ բաշխում եւ այլ բոլորովին այլ թոհուբոհի ու շրջապտույտի մեջ ես գտնվում, որտեղ զբաղվել նրանով, ինչ ես հիմա անում եմ, ժամանակ տրամադրել հազարավոր մարդկանց, բարի բուն իմաստով, պատասխանելու իրենց անհատական եւ ոչ թե ինչ որ հավաքական կոլեկտիվ հարցերին եւ փորձել ուղղորդել, դա ուղղակի տեսականորեն եւ գործնականում անհնար է։ Հետևաբար
այն փուլում, որ սկսեցի ավելի ակտիվ կերպով, ավելի համակարգված ձևով դա իրականացնել, ընդհանրապես մտածեցի, որ գուցե հաշվի առնելով հարթակները, մարդկանց հետևելու ինձ բազմաթիվ մարդիկ, ովքեր ինձ հետևում են իրականում, դրա ակտիվությունը, իրենց կարիքները, դիտումները, որ այսինքն բազմաթիվ մարդիկ են ի վերջո հավատում, հետևում եւ այլն, մտածեցի, որ ինչու ոչ, գուցե արժի մարդկանց օգտակար լինել հենց իրենց անհատական խնդրի հարցում։ Այդպես։ Ես հետաքրքիր այսպես եզրահանգման եկա վերջերս ձեր էջում տեսա, որ հավանողների մեջ կան մարդիկ, ովքեր նախկինում օրինակ դες քննադատում էին շատ ակտիվ եւ ձեր գործունեության է, հա։ Ես չեմ նայել, անկեղծ ինձ պետքա պատմեք հետո։ Ես տեսնում եմ մարդկանց, ովքեր դեմ են եղել, բացասաբար են վերաբերվել, թե այն քաղաքական ուժին, որ ներկայացրել եք, թե այն գործունեությունը, որ ունեցել եք, բայց հիմա մարդիկ հետևում են ձեզ, ամեն դեպքում էջին հետևում են եւ երբեմն նաեւ հավանումներ եմ տեսնում ինչ որ գրառումների, այ հետաքրքիր է, դուք եք փոխվել, ինչ եք կարծում, թե իրենց մոտեցումն է փոխվել։ Երկուսն էլ։ Մարդը երբեք նույնիսկ չի լինում, մասնավորապես ես ինքս էլ ինձ միշտ համեմատում եմ ինքս ինձ հետ։ Ես միշտ այդպես ու փորձում եմ ինքս ինձ մի բանով գերազանցել միշտ։ Դա որ ասացիք, դա ուղիղ կապ ունի նրա հետ, թե նախորդ հարցերից մեկում ինձ հարցրեցիք եղել է, որ ինչ որ մեկն ասի, վայ, սխալվել էի կներես եւ այլն։ Համարեք դա հենց այդ շրջանակներում ես անկեղծորեն, ամենայն անկեղծությամբ, ես չգիտեմ դուք ում մասին եք խոսում։ Ես ուղղակի իմ շրջապատի հայտի չէ, մարդկանց, ովքեր իրենց կյանքով ապրում են։ Տեսեք, դուք դա ձեր անկախ դիտարկումն իրենց է։ քաղաքացիական դիրքորոշումն ունեն։ Ես չունեմ նման, անգամ մեկ հոգու տվյալ, որ ասեմ, այ սենց էր, հիմա էսպես է, բայց ես ունեմ բազմաթիվ, ասել եմ ձեզ, նամակներ, հարյուրավոր, գուցե տարիների ընթացքում եթե հաշվեմ հազարավոր նամակներ, որոնք հենց այդպիսի բովանդակությամբ ինձ նամակներ են ուղարկում։ Հիմա հենց այդ ֆոնի վրա, այսինքն այդ հավանումները եւ այլն, համարենք մարդիկ բացահայտել են ինձ մի կողմից, ես ինքս ինձ ներկայացրել եմ հենց այդ կողմից։ Գուցե այդտեղ է եղել այդ համընկնում։ Գուցե այդպես փոխվել, դժվար է ասել փոխվել սկզբունքների արժե համակարգի մոտեցումների եւ բազմաթիվ այդ քաղաքական հայացքների եւ բազում այլ տեսանկյուններից ոչինչ չի փոխվել, բայց մատուցման ձևի, դիրքավորման եւ մեկ այսպես ասենք այլ բաղադրիչների տեսանկյունից անկասկած երևի հավանաբար դա էլ մարդկանց կողմից նկատվում է։ Մամուլում ձեր մասին տարբեր մեկնաբանություններ կան, այն վաղ տարիներից մինչև օրս էլ կարելի է տարբեր բնորոշումներ ուժեղ, կայուն, չգիտեմ, տարբեր բնորոշումներ դուք ինչպեսին է Արփին Հովհաննիսյանը։ Արփին Հովհաննիսյանի, որին ճանաչում է հասարակությունը, ավելի ձեր ասած այդ ուժեղ, պատնեշներ շարած, մի որոշակի գծի ծեսկող իրեն մոտ չթողող մարդ է, որը հաճախ թողնում է սառը մարդու տպավորություն։ Այս վերջերս մեկը ինձ հալատական նամակով գրել է. «Ինչի եք միշտ դուք դատախազական ոճով խոսում»։ Ասում եմ, փաստաբանական ոճով խոսեմ, թե ինչ։ Ախր այսինքն ինչ որ մի կերպար, որը ձևավորվել է, լավ, վատ, հաճախ նաև մեկնաբանությունները ոչ այդքան բարի, այսպես ասենք, դա եմ տեսնում։ Այս կողմում Արփին Հովհաննիսյանը ունի եւ այդ հատկանիշները եւ ունի շատ ավելի թույլ դրսևորումներ, ավելի մեղմ դրսևորումներ, բայց ընդհանուր առմամբ մի ամբողջական մարդ է, որին որպես ամբողջական իր բոլոր դրսևորումներով եզակի մարդիկ գիտեն։ Բայց դա լավ է, ես դեմ չեմ։ Ինչ է հաջողությունը։ Հաջողությունը յուրաքանչյուր փուլում քո առջև դրված նպատակներից գոնե նվազագույնին հասնելու գիտակցումն է։ Որտեվ կարող է դու այդպես չի, բայց քո գիտակցումը, քո ընկալումը, որ դու ինչ որ մի բան արել ես ավելին, քան նախորդ փուլում։ Դա ոչ պաշտոն է, ամենևին, ոչ հայտնիություն, ամենևին, ոչ փող, բացարձակ։ Դա քո ընկալումն է, քո հետ կապված երևույթ է, գոնե ինձ համար այդպես է։ Գոնե ինձ համար այդպես է։ Յուրաքանչյուր հաջորդ этаպում, երբ դու ապրում ես վերափոխման հերթական этаպը, արժևորման, վերարժևորման հերթական этаպը,
արձանագրելու, որ դու մի քիչ ավելին ես արել, ներսում, արտաքին դրսևորումներում մասնագիտական ունակությունների շրջանակում իրացվելով ավելին ես արել, քան նախորդ փուլում։ Գիտակցումն ու ընկալումը, համոզմունքը, որ դու դա արել ես։ Ոչ թե որտեվ մարդիկ հաջողություն մատուցում են նաև այն, ինչ իրենք չեն արել, կամ իրականում իրենք դա հաջողություն չեն համարում, բայց ինչ որտեղ արձանագրելու համար դա որպես հաջողություն մատուցում ու ներկայացնում են։ Այստեղ շատ կարևոր նշանակություն ունի մարդու ներքին եսը։ Ինքն իսկապես դա համարում է իր համար հաջողություն, թե ոչ։ Օրինակ, ես դες կարող եմ օրինակ բերել, հենց իմ վրա օրինակ բերել։ Որոշակի փուլում կարողանալ լռել ինձ համար դա հաջողություն է։ Ես արձանագրում եմ դա որպես իմ հաջողություն, որը այդ փուլում գուցե ինձ համար այդպիսի գիտակցում չուներ, բայց ես արձանագրում եմ դա։ Մի աստիճան ավելի իմաստության մեջ։ Դա ճանապարհ է դեպի իմաստություն։ Մարդիկ ինչ որ փուլում, այսպես գիտեք ինչ կա, յուրաքանչյուր փուլում այդ հասունությունն ու իմաստությունը հերթական էտապներ են, հերթական փուլեր են, հերթական աստիճաններ են։ Չկա մի պահ, որ մարդը թեկուզ, չգիտեմ, 78 տարեկանում ասես այ ինքը իմաստուն է, էլ վերջ, էլ իմաստնանալու ճանապարհ, ուղի, գործիք, ջանք, եղանակ, մեթոդ, չգիտեմ, կամ դեպք, որ իրեն այդպեսին կդարձնի, չկա։ Երբ կյանքը հոսում է ու հարատև է ու անընդհատ սովորեցնում, մարդուն իմաստուն է դարձնում, մինչև այն պահը, երբ կյանքը կավարտվի։ Չկա մի պահ էլի, որ դու նստես ու ասես ես արդեն նենց իմաստուն եմ։ Ավելի իմաստուն չի լինում։ Կարծես է նոր փուլ է իմա ձեր կյանքում, գործունեության, ազնական կյանքում, հա։ Եվ ինչ որ բաներ, որ մարդիկ ավելի մեծ տարիքում են հասնում, ունենում, դուք արդեն հասել, ունեցել, վերապրել եք, թողել եք ու նոր էտապներ եք ստեղծել ձեր կյանքում։ Այսքանը տեսել ենք։ Որն են անկատար երազանքը, որ սպասում է իր հերթին։ Նայեք, անկատար երազանք, եթե իմ անհատապես ինձ համար եք հարցնում, ես կարող եմ, բայց երևի ճիշտ չի լինի, թվարկեմ երազանք, ցանկություն իմ երկրի համար որոշակի էտապներում, բայց եթե անհատապես ինձ համար եք հարցնում, ինձ համար յուրաքանչյուր օրը իմ ընտանիքում խաղաղ ապրելով առանց վայրիվերումների, դա երազանք է, որը յուրաքանչյուր հաջորդ օրվա երեկոյան ծնվում է եւ հաջորդ օրը առավոտյան սկսելով ու այդ օրվա ընթացքում որպես ձգվող երազանք, տևող երազանք շարունակվում։ Հենց այդպես ամեն օր, որ ես ասեմ ձեզ իսկապես սուտ կլինի եւ հավանաբար հենց ձեր ասացի մեջ փնտրեք պատասխանը, որ երբ որ երիտասարդ տարիքում ամբիցիաների բավարարման ուղղված բավականին բարձր նշաձողեր ես հասնում, հետո իհարկե կարող ես արձանագրել, որ այն ժամանակ մի քիչ սխալ էիր անում, այ հիմա այսպես կանեիր, այնպես կանեիր եւ այլն, բայց այդուհանդերձ ու ամբիցիայի բավարարման տեսանկյունից բարձր նշաձող ես սահմանում։ Սովորական մարդկային, ավելի երիտասարդ այդ ոլորտում նույն մարդկանց ամբիցիաները, ձգտումները եւ այլն քեզ արդեն հետաքրքիր չեն եւ հետեւաբար ես ավելի մի քիչ ավելի են հասուն տարբեր ապրումների, փորձությունների միջով անցած ավելի պարզ բաների մեջ եմ տեսնում ինքնաբավության ու երազանքների իրականացման թե մեկնակետը եւ թե բումբովանդակությունը։ Հետևաբար սխալ կլինի եւ իսկապես սուտ կլինի, որ ես ձեզ ասեմ, ես երազում եմ, որ չգիտեմ, ես ինչ բանը դառնամ, ես ինչ բանը անեմ, ես ինչ տեղը գնամ կամ ես ինչ չգիտեմ եւ այլն, այդպես չէ։ Ընթացիկ, առօրյա, կարևորը որ մարդիկ կան չէ, ինչ որ փուլում ասում են, երբ որ վատ լուր չկա, դա արդեն լավ է։ Արդեն լավ։ Հա, եւ ես հենց այդպես Աստծուց շնորհակալություն եմ հայտնում իմ ամեն օրվա առավոտյան պարզ մարդկային շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ ունեմ, եւ ընդամենը խնդրում եմ կամ կարող եմ ակնկալել խոնարհաբար, որ
ինձ փորձություններից հեռու պահի, ավելի վատ բաներ ուղղակի չլինեն եւ մնացած ամեն ինչ ուղղակի լավ է։ Շատ հետաքրքիր է, ինձ մոտ նույն մոտեցումներ, ասում են, չգիտեմ, ծննդյան փչերից երազանք պահի, ամանորի գիշերը երազանք պահի, այդ երազանքի մեջ միշտ այն է, ինչի վրա ես գուցե ազդեցության դաշտ չունեմ, այսինքն այդ ընտանիքիս անվտանգությունն է, իրենց բարօրությունն է, մնացածը ես ինքս կստեղծեմ ու դա իրականում երազանք չի։ Դուք ասացիք այն, ինչ իմ ոնց ասացի հենց բուն ծանրության կենտրոնը հենց այդտեղ էր, այո, բաներ կան, դու հասկանում ես, որ այն ինչ քո ազդեցության տիրույթում է, դա կարելի է կառավարելի է, լավ, վատ, մի քիչ լավ, մի քիչ վատ, մի օր դժվար, մի օր հեշտ եւ այլն, փորձություններ եւ այլն, բայց այն ինչ որ կառավարելի է, բայց այն ինչ որ դու երազում ես, դա այն է, ինչի վրա դու զրո ազդեցություն ունես, կամ գուցե ազդեցության միակ, այսպես լծակ համարենք, քո որոշակի կանոններին ու արժեքներին համապատասխան ապրելը, որ մի քիչ ավելի լավ ապրես, մի քիչ ավելի լավ բան անես, հույս ունենալով, որ դա ուղղակի որպես էներգիա կվերադառնա քեզ ու քո ընտանիքին, քո երեխաներին, այդքան բան։ Շատ շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Արփինե Հովհաննիսյանն էր, իսկ ես Զենֆիրա Քալաշյանն եմ, կհանդիպենք